Ջան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր գնահատականը եւ այսպես երևի սկսենք հենց այս հարցից, քանի որ մեր երկրում քաղաքական հետապնդումները նոր թափ են ստանում եւ շարունակում են սրբազաններից մինչեւ քաղաքապետեր ու բարձրապես քաղաքացիներ կալանավորված են, այս բաները նաեւ Ագրասրբազանի եւ մյուսների գործող դատական իսկ ընթանում, բայց մենք տեսանք, թե Արշակ Սրբազանի դեմ ինչ կեղտոտ արշավ իրենք իրականացրեցին եւ փորձագիտական 3 կազմակերպություն, ընկերություն միջազգային հաստատել է, որ այդ սանյութը, որը իրենք տարածել էին վարկաբեկելու համար Սրբազանի ժողովրդի անունը, կեղծ է, սարկված է։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, ձեր գնահատականը։ Շատ հաճախ փաստաբանները պաշտպանական կողմը իհարկե փորձում է դիմել այնպիսի գործիքների, ինչպիսին է միջազգային փորձաքննությունը կամ այլընտրանքային անկախ փորձաքննությունը, որը բավականին արդյունավետ միջոց է եւ այդ արդյունավետ միջոցների գործիքակազմը օգտագործելով պաշտպանական կողմը արդեն ի ցույց է դնում, որ ինչպիսին են այն մեղադրանքները եւ ինչպիսի վարքաբեկիչ նաեւ պետական ապարատ է աշխատել անձի դեմ։ Եվ այս փորձաքննությունը եկավ ապացուցելու, որ այսպիսին է եղել տրամադրությունը իշխանության, ցանկությունը եւ ոչ թե դրանք ունեցել են այնպիսի նպատակներ, որ իրապես մարդուն արդար դատաքննության ներքո թող մարդկանց մեղադրեն, եթե կան հիմքեր, բայց եթե չկան հիմքեր այսպիսի ձևաչափով մարդկանց հետապնդելը, սա ուղղակի բացարձակ ապօրինություն է եւ դրա մասին վկայում են հենց այս տեսակի ապացույցները, որոնք միջազգային փորձաքննություններ են։ Այո, միջազգային փորձաքննությունները եւ նաեւ մասնագետների կարծիքները կարող են ճանաչվել դատական գործի շրջանակներում որպես ապացույցներ, չնայած դրան մեր դատական իշխանությունը եւ ընդհանուր առմամբ նաեւ քրեական վարույթ իրականացնող մարմինները իհարկե խուսափում են այդ ապացույցներին գնահատական տալուց, բայց այնուամենայնիվ կա իրենց հրապարակածը կամ կա այդ զրպարտչական նյութը եւ դրան հակակշռող արդեն կա փորձագիտական եզրակացություն եւ այս փորձագիտական եզրակացությունը այնուամենայնիվ ինչքան էլ որ ուզենան հաշվի չառնեն, միևնույն է այս եզրակացությունը ունի դեր ընդհանուր առմամբ գործի ապակա նաև ելքի վրա ունի ազդեցություն։ Այսինքն ակնհայտ է, որ այս ինչ որ տեղի է ունենում, մենք գիտենք, որ ամեն ինչը փորձում են այսպիսի ձայնագրություններ, ինչ որ տեղից վերցրած խոսքեր, կտրտած միացնել իրար եւ նաեւ դրա հիմքով մեղադրանք առաջադրել, բայց պարզվում է, այս ամեն ինչը այնքան կեղծ է եղել եւ փորձաքննությունները դա ապացուցում են եւ հետեւաբար մարդկանց քրական այս հետապնդումները ունեն ոչ թե քրական բնույթ եւ չեն հետապնդում արդար նպատակ, այսինքն բուն առաքելությունը չեն կատարում քրական դատավարության օրենսգրքի, այլ ունեն քաղաքական նպատակ լրացնել քաղաքական եւ այլ ընդդիմախոսներին։ Սա է ամբողջ էությունը։ Երբ են պատրաստվում ներողություն խնդրել իրենց տարածած այդ կեղծիքի ստի վարկաբեկման համար։ Գիտեք, գործող իշխանությունը այնքան է իրեն վստահ զգում եւ բացարձակ հաշվետու չէ ոչ հանրությանը, ոչ իրավապահ մարմիններին, հետեւաբար նրանք ես չեմ կարծում, որ հանդես կգան համապատասխան հայտարարությամբ, որպեսզի ներողություն խնդրեն եւ նաեւ հատուցեն պատճառված վնասները, իսկ վնասները նաեւ բարոյական են եւ միգուցե նաեւ այդ վնասները, չգիտեմ, հնարավոր է վերականգնել թե ոչ, ես չեմ կարծում, որովհետեւ մարդուն այդ հոգեկան տառապանքը պատճառելը այսպիսի զրպարտչական տեսանյութերով, դա ես չեմ կարծում, որ կարելի է վերականգնել, այնուամենայնիվ մարդու արժանապատվությունը եւ այդ բարոյական ցավը, որը պատճառվել է նրան, վերականգնելը ես չգիտեմ ինչպես կարելի է դա իրականացնել, բայց այնուամենայնիվ ես հավատում եմ, այո, լինելու է այդ օրը, գալու է այդ օրը, երբ մեղադրյալի աթոռին են նստելու բոլոր այն անձինք, ովքեր
այսպիսի կեղծիքներով եւ այսպիսի ցավ եւ վնասներ պատճառելով մարդկանց ուղակի ոչ միայն զրպարտել են, այլ զրկել են շատ իրավունքներից, հիմնարար իրավունքներից։ Հետևաբար, իհարկե, այդ պատիժը գալու է եւ պատիժը թակելու է այդ բոլոր անձանց դուռը, ովքեր որ նման ապօրինություններ են կատարել։ Համատարած բանդիտիզմ է տիրում երկրում, օրը բացվում է սպանություն, կրակոցներ, տանակահարություն, երեք մի կիրակի օրով կամրջի տակ գտնում են նախկին զինդատախազիդի, մի քանի ժամ հետո Սուրբ Սարգսի եկեղեցի հարևանությամբ գտնում են մեկ այլ դի, խնդրեմ ես մասով ուր է իրենց իրավապահ համակարգը, ուր է ճակերտավոր բարեփոխված ոստիկանական համակարգը։ Մեր Հայաստանի Հանրապետությունում այսօր գործում է պաշտոնապես ներքին գործերի նախարարություն, որի կազմում է գտնվում նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։ Այս կառույցը, պետական կառույցը, որը պարտավոր է, նրա առաքելությունն է պահպանել հանրային կարգը, բացարձակ այդ գործառույթը չի կարողանում իրականացնել։ Տարբեր են պատճառները նաև այն է, որ կառույցը չեն ղեկավարում կոմպետենտ պրոֆեսիոնալ մարդիկ, այդ թվում նաև քաղաքականությունն է այդպիսին, որ բացի թողի է ամեն ինչ մատնված։ Ես վերջերս հրապարակեցի մի տեսանյութ, որը տեսանյութը վերաբերում էր նոր համայնքում Բորյան փողոց 1 հասցեում գործող ոստիկանության, ներքին գործերի նախարարության, ոստիկանության, Հայաստանի Հանրապետության դատախազության եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան բաժինների սանիտարահիգիենիկ պայմաններին, դուք տեսաք այդ տեսանյութը, ովքեր չեն տեսել կարող են նայել, Հայլիկ.am նույնպես դրել էր այդ տեսանյութը, ուղղակի այդ պայմանները, որտեղ գործում են այդ կառույցները պետական, արդեն պատմում են, թե ինչպիսին է այդ կառույցը, այսինքն դա այն արտաքին տեսքը, որը մենք մուտք ենք գործում, օրինակ քննչական կոմիտե կամ ոստիկանություն, այդ տարածքը այդպիսին է, այսինքն խայտառակ սանիտարահիգիենիկ պայմաններ, խայտառակ, կարծես թե, չգիտեմ, այնտեղ ռմբակոծություններ տեղի ունեցել, ինչից հետո ենք մենք այդ տարածքում գտնվում, այդ տարածքներում բերում են մարդկանց, հրավիրում են մարդկանց, բերման են ենթարկում մարդկանց հարցաքննության։ Եվ այդտեղ բերման փորձում էին, այսինքն սպառնում էին, որ բերման ենթարկենք վկա ձեզ հայտնի Նարէ Սոսային, Նարինեին։ Եվ մենք արդեն այս ամեն ինչը երբ համադրում ենք, հասկանում ենք նաև այն, ինչ որ տեսնում ենք մեր կողքին, այսինքն այս սպանությունները, բռնի մահերը, որոնք տեղի են ունենում օրը ցերեկով, հրազենային նաև իրար վրա հարձակումներ, Երևանի բանուկ փողոցներում, բնակելի տարածքներում, ապա մենք հասկանում ենք, որ այլևս ամբողջ այս համակարգը չի գործում վերահսկելիության եւ իր գործառույթները պատշաճ կատարելու ներքո, այլ գործում է քաոսային, տարերային եղանակով եւ իր միակ գործառույթը դա այդ պարեկների միջոցով որոշ անձանց պաշտպանելն է եւ նաեւ այլախոսներին, օրինակ բերման ենթարկելը, կալանավորելը, ձերբակալելը, բանտում պահելը, նրանց կտանքի ենթարկելը, սա է, այսինքն մենք սրա ականատեսն ենք։ Եվ հետեւաբար այս նաեւ հանգամանքը հաշվի առնելով ես հիմա պետք է անդրադարձ կատարեմ անպատժելիությանը Հայաստանի Հանրապետությունում, որը գալիս է իրավապահ մարմիններից, այսինքն ոչ որակյալ գործի քննությունից, որը պարտավոր են ապահովել Հայաստանի Հանրապետության քննչական մարմինները, մասնավորապես հիմա կխոսեմ օրինակ քննչական կոմիտեի մասին, որը գլխավորում է Արտուր Պողոսյանը։ Մի գործ է քննվել, որը գնացել է դատարան հետևյալ մեղադրանքով. ծանր մարմնական վնասվածքներ պատճառելը, որը հասցրել է մարդուն մահվան,
իբրև թե անզգուշ է այդ մահը հասել, բայց հիմա ես պետք է ձեզ ցույց տամ այն նկարները, որով այս մարդուն ըստ էության այնքան են ծեծել, որ մարդը մահացել է, եւ հիմա սրանք են այդ նկարները, այսպիսի նկարներ ունենք, այո, որ YouTube-ը նաեւ չարկել է փակի, բայց ես ցույց եմ տալի այս նկարները ուղակի, երբ տեսնեք թե ինչ տեսակի մարմնական վնասվածքներ է ստացել տղամարդը, եւ այս մարմնական վնասվածքները թեպետ դատարանը դատական ակտով, դատավճռով ճանաչել է որպես մեղավոր, այսինքն կատարվել է դիտավորյալ հանցագործություն, պատճառվել է տղամարդու ծանր մարմնական վնասվածքներ, որից նա մահացել է, բայց պարզվում է, եթե կարող եք, խնդրում եմ, Մասիս Մելքոնյանի նկարը տեղադրեք եւ տիկին Վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի նկարը տեղադրեք, պարզվում է օրինակ Մասիս Մելքոնյանը այդ անձին, ում որ դատապարտել էր, որ նա այո դիտավորությամբ կատարել է հանցագործություն, ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել, որի հետևանքով վրա է հասել անզգուշության իբրև թե հետևանքով վրա է հասել մահը, այդ վնասվածքներ պատճառողի, ով որ պատճառել էր այդ վնասվածքները, այսինքն վնասվածքների հեղինակին չի դատապարտում ազատազրկման ձևով պատժի, այլ դատապարտում է 5 տարի պայմանական պատիժը չկիրառելով պատժի, այսինքն պատկերացրեք, կարող եք մարդուն պատճառել ծանր մարմնական վնասվածքներ, որից նա մահանա, դուք չստանաք ոչ մի բան, դուք չդատապարտվեք ազատազրկման ձևով պատժի, այսինքն երիտասարդ տղամարդուց շուրջ 50-ամյա դուք խլեք կյանքը, որ այդ մարդը դեռ երկար կապրեր, եւ այդ կյանքը խլելու համար դուք չպատժվեք գետ մի քանի տարվա ազատազրկման, գոնե այդ ձևով պատիժ չկրեք։ Սա արդարադատություն է, թե ոչ արդարադատություն, սա ինչպես մենք պետք է գնահատենք։ Հիմա սրանց հետո այս գործով, այս դատավճռի դեմ ես որպես շահերի ներկայացուցիչ, տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան, բողոք եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ գրական դատարանին։ Դատարանը գործը քննել է եւ հիմա ես պետք է նաեւ դնեմ, որպեսզի լսեք դատավորի այս վարքագիծը, ես ինչի եմ ուզում ձեզ ցուցադրեմ դատավորների վարքագծերը, որպեսզի հետագայում նաեւ արդեն անդրադարձ կատարեմ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2 օր առաջ հրապարակված հայտարարությանը, որ վերաբերում էր փաստաբանների թիրախավորմանը եւ ինչ որ դատավորների պաշտպանությանը։ Հիմա ես ձեզ դնեմ այս դատական ակտի հետ կապված, իհարկե դատական ակտը դատախազի բողոքի հիման վրա բեկանվեց եւ 5 տարի ազատազրկման ձևով պատիժ սահմանեց այս դատարանը, բայց այնուամենայնիվ դատավորը ինչպես է խոսում օրինակ հանգուցյալի այս ծանր մարմնական վնասվածքներ ստացած եւ կյանքից զրկված տղամարդու տիկնոջ հետ ինչպես է խոսում եւ հիմա դատավորները որ լսեն այս խոսակցությունը, այդ թվում նաև բարձրագույն դատական խորհրդի անդամները, ես խնդրում եմ դուք լսեք եւ դուք ձեր արդեն եզրահանգումները արեք, ինչպիսին պետք է լինի օրինակ տուժողի փաստաբանի, տուժողի ներկայացուցիչի վերաբերմունքը այս տեսակի դատավորների նկատմամբ եւ արդյոք այս տեսակի դատավորների վերաբերյալ տուժողները, փաստաբանները չպետք է կարծիք հայտնեն եւ չպետք է ասեն ովքեր են այդ դատավորները։ Հիմա ես դնում եմ ուղակի դնեմ մի փոքր որ լսեք։ Նշանակված պատժին հաշվարկել Հայաստանի Հանրապետության
Այս ավարտվեց, հայտարարեց, ուրեմն տուժողի իրավահաջորդը ցույց է տալիս այս նկարները եւ ասում է լավ նայեք, ինչի եք այսպիսի դատական ակտ կայացրել։ Հիմա տեսեք դատավորը հակադարձում է տուժողին դատական նիստի ավարտելուց հետո, որի իրավունքը չունի։ Հիմա լսեք դատավորի խոսքն է։ Իհարկե մի քիչ լավ չի լսվում, բայց ես այս ձայնագրությունը ներկայացնելու եմ համապատասխան ատյաններին։ Ձեր անձնական կյանքով զբաղվեք, ոչ թե ինձ ասեք կարող եք դատական նիստին չներկայանալ։ Ուրիշ դատավոր եք։ Որ ինձ ասեք մի ներկայացեք հաջորդ դատական նիստին։ Հիմա տեսեք, ես ուզեցա ձեր ուշադրությունը դարձնել, իհարկե լավ չի լսվում, բայց այնուամենայնիվ տուժողի իրավահաջորդը, այսինքն ամուսինը ցավ է ապրում իր ամուսնու կորուստի պատճառով եւ բնական է, որ դժգոհ լինելով դատական ակտից կարող է հայտարարություններով հանդես գալ, բայց դատավորին ով է թույլ տվել հակադարձել եւ բավականին կոպիտ ձևով հակադարձելով փորձել լրացնել տուժողի իրավահաջորդին։ Այդ դատավորն էր Նարինե Հովակիմյանը։ Հիմա մի կողմից ունենք մի դատավոր Մասիս Մելքոնյան, ով ծանր վնասվածքներ պատճառած անձին, ով որ հասցրել էր մահվան մարդուն, այդ անձին, այդ մեղադրյալին թողում է ազատության մեջ, չի պատժում ազատազրկման ձևով, պատժով, թողում է ազատության մեջ, մյուս դեպքում բողոք է բերվում, իսկ բողոք բերողին էլ դատավորը փորձում է լրացնել։ Հիմա մենք ոնց հասկանանք, սա ճիշտ է, սա արդար դատավարություն է, եւ արդյոք այս դատավորների վերաբերյալ մարդիկ չպետք է ունենան իրենց կարծիքները։ Եվ այդ կարծիքը պետք է սահմանափակել, այն էլ ԲԴԽ-ի բարձրագույն դատական խորհրդի կողմից կատարված հայտարարությամբ։ Ոչ։ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, հարգելի անդամներ, դուք խնդրում եմ երբեմն նաև այս տեսակի բողոքներին ընթացք տվեք եւ այս տեսակի բողոքների վերաբերյալ կատարեք վերլուծություններ, այլ ոչ թե չունենալով իրավասություն հանդես գալու նման հայտարարությամբ թիրախավորեք փաստաբաններին, ովքեր իրենց կարծիքն են հայտնում որոշ դատավորների վերաբերյալ, որոշ դատավորների, ովքեր կայացրել են ակնհայտ անարդարացի դատական ակտեր։ Սա այս ինչ որ ասեցի հիմա վերաբերում է ԲԴԽ-ին։ Իհարկե այս գործով, այս դաժան գործով, այս ծանր կոտրվածքները, այս վնասվածքները պատճառած գործով, այս գործով ներկայացվելու է Վճռաբեկ դատարան բողոք, որպեսզի պատիժը համապատասխանի այն արարքին, որը կատարվել է, որպեսզի գոնե ինչ որ չափով Հայաստանում այս անպատժելիության մթնոլորտը նվազի։ Հիմա պատկերացրեք, նման մարդկանց թույլ են տալիս գտնվել ազատության մեջ, այսինքն ակնհայտ ագրեսիվ տրամադրված հանրության ներկայացուցիչները մնում են ազատության մեջ, ինչ պետք է անեն։ Բա պետք է թիրախավորեն այլ անձանց նույնպես։ Ինչքան շատ ես խրախուսում ագրեսիվությունը ու անպատժելիությունը, այնքան դա ավելի լայն տարածում է ստանալու։ Չկա պատժելիություն, չկա, պատժում են միայն խոսքի ազատության համար։ Այսինքն պատժում են միայն նրանց, ովքեր հայտարարություններով ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ են։ Այսինքն այստեղ մենք հասկանում ենք, որ գործ ունենք ուղղակի թիրախավորված եւ ընտրովի պատժի հետ, որը վերաբերում է, այսինքն եթե դու կարող ես ինչ ուզում ես անես մնաս անպատիժ, բայց եթե դու
խոսում ես ընդդեմ իշխանության, ապա քեզ կպատժեն։ Սա է։ Աշոտ Մինասյանին, Աշոտ Երկաթի կալանավորել են զենք պահելու, այսպես ասենք, այդ հոդվածով, մի մարդ, որը ապրում է սահմանի ըստեղության եւ հայրենիքի պաշտպանության համար է զենքը։ Իսկ այսօր ամբողջ երկրում համատարած Երևանում կրակոցներ մարդ, Գյումրիում դանակահարություն, մի կերպ եմ փրկել երիտասարդի կյանքը, Սևանում դանակահարություն, մարդ, կրակոցներ, նրա հոսը 7 հարված սրտին, պայմանագրայինքի սրտին պատկերացնում եք ու մահացել է։ Խնդրեմ, այս մասով, այս իրենց պահվածքը։ Գիտեք, հիմա հասկանալի է, որ եւ հրազենը եւ այլ զենքերը ունեն հնարավորություն օգտագործել բոլոր նրանք, ովքեր որ ուղղակի կրիմինալի ներկայացուցիչներ են։ Նրանց որևիցե մեկը չի հետապնդում, որովհետև ամբողջ հետապնդման մեխանիզմը պետության, որը լեգիտիմ նաև մեխանիզմ է, այսինքն հետապնդելու մարդկանց, ովքեր օրենք են խախտում, այդ մեխանիզմը ոչ թե օգտագործվում է եւ կիրառվում է հանցավորությունը նվազեցնելու կամ հանցանքներ կատարած անձանց բացահայտելու համար, այլ ամբողջ այդ գործիքակազմը ապօրինաբար օգտագործվում է ում դեմ, մեր տեսակի մարդկանց դեմ, փաստաբանների դեմ, այլ ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ, եկեղեցու ներկայացուցիչների դեմ, բոլոր նրանց դեմ, ովքեր համաձայն չեն այսօրվա գործող այս իշխանության քաղաքականության հետ, ովքեր դրա հետ համաձայն չեն, իսկ դրանք շատ են այդ մարդիկ, դրանց նկատմամբ է այդ պետության ռեպրեսիվ մեխանիզմն աշխատում։ Ինչպես է աշխատում, հենց այդպես անօրինական բանտերը լցված են բազմաթիվ մարդկանցով, իսկ այն մարդիկ, ովքեր որ իրականում պետք է լինեն բանտում, ինչպես ցույց տվեցի այս դեպքով, օրինակ, այս անձը, ով որ այսպիսի մարմնական վնասվածքներ է պատճառել, այդ անձը այսօր հենց հիմա գտնվում է ազատության մեջ, չնայած նրան, որ վերաքննիչը փոխեց դատական ակտը, դատապարտեց ազատազրկման 5 տարի ժամկետով, բայց հիմա դեռ վճռաբեկ է կա, այսինքն սա ինչ է նշանակում, որ փաստացի մենք ունենք խնդիր ունենք մի կողմից հասարակությունում այդ կրքերը, ագրեսիվ տրամադրությունները եւ հասարակության մեջ անհանդուրժողականությունը ծայրահեղ բարձր է, օգտագործվում են ամեն ինչ հրազեն, այլ նաեւ զենք եւ զինամթերք, այդ դրանից տուժում են քաղաքացիներ, բայց չկա պատժելիություն, իսկ մյուս դեպքում, երբ խոսք է հնչում, այ խոսքի դեպքում, օրինակ, Նարե Սոսեին որոշել էին ինչ անեին, սպառնային եւ բերման ենթարկեին։ Օրինակ, Նարե Սոսեն ինչ պետք է աներ, կին, որը այո, խոսում է, ինչ կարող է անել այդ կինը, ոչինչ, բայց նրանց սպառնում են եւ ամբողջ ռեպրեսիվ մեխանիզմն օգտագործվում է ում դեմ Նարե Սոսեի դեմ։ Եվ Նարե Սոսեի նման մարդկանց դեմ է օգտագործվում այդ ռեպրեսիվ մեխանիզմն։ Բերման ենթարկեն, խոշտանգեն, վախեցնեն, հրավիրեն ինչ-որ զրույցների, հատուկ զրույցներ վարեն, ում հետ խոսացող մարդկանց հետ, ովքեր համաձայն չեն այսօրվա այս գործող իշխանության հետ։ Դուք այս ամեն ինչի մենք ականատեսն ենք։ Իսկ ինչ վերաբերում է սա այս հանցավորության հետ կապված, Եվ մեկ այլ հարցել, այո, եւ այս իրականության մեջ ադրբեջանցիները գալիս են Գյումրի, շրջում, եկել են Ամասիա իրենց գերեզմանները, որ այցելեն, այս պատկերը մտրեն։ Խնդրեմ, այս մասը ձեր տեսակետը Տիկին Փոստանջան։ որ մեր սահմանները ամբողջությամբ բացել են, այդ դիրքեր են, չգիտեմ, եւ այլն, դա մենք տեսնում ենք, այսինքն դա պետք չի ինչ-որ, հիմա որ գնանք մոտենանք ինչ-որ սահմաններին, մեր Ադրբեջանի հետ, նաեւ այդ մասով մենք առանց անզեն աչքի, որևիցե ինչ-որ
հեռադիտակ չօգտագործելով մենք կտեսնենք ինչքան բաց է այդտեղ ամեն ինչը։ Այսինքն այս մարդկանց կարող են իրենք ուղեկցել եւ բերել հենց եւ Գյումրիում եւ Ամասիայում եւ Երևանում էլ են եղել կադրեր, այնպես չէ որ չեն եղել։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այո, կարող են բերել ադրբեջանցիներին, իրենք խոսեն, իրենք ծաղրեն, իրենք հայտարարություններ անեն եւ կարողանան հետ վերադառնալ առանց որևիցե արգելքի։ Սա մենք բոլորս տեսել ենք, բայց սա արվում է ամենաբարձր մակարդակի թույլտվությամբ, որովհետև սա հենց այնպես չի կարող տեղի ունենալ։ Եկեք մի հատ մենք փորձենք, գնանք ինչ որ միտեղ մի հայտարարություն անել, տեսնենք մեզ կթողեն, թույլ կտան թե ոչ։ Իհարկե թույլ չեն տա։ Մեզանից ինչ որ մեկը կարող է գնալ Բաքվում, ինչ որ հայտարարություն անի։ Իհարկե ոչ, մեզ թույլ չեն տա։ Ուրեմն սա կազմակերպված գործողություն է, եւ սա կազմակերպվում է համատեղ նաեւ ջանքերով, այսինքն Ալիևի հետ համատեղ ջանքերով է այս ամենը կազմակերպվում եւ հատուկ թույլտվությամբ է սա կազմակերպվում, որովհետեւ Սումգայիթ ու Կիրովաբադի ջարդերի օրերն են, բայց որ խոսում է որ ավտոբուսներով ադրբեջանցիները գալ են, բա մեր 500,000 հայրենակիցները երբ են վերադառնում։ Նախ մերը 500 չեն, ավելի են։ Այո, եթե ինչ որ մի գործընթաց պետք է տեղի ունենա, ապա դա պետք է տեղի ունենա հավասարազորության սկզբունքով, ով որ ուզում է գալ, ապա մարդիկ կան, որ պետք է կարողանան հետ վերադառնալ։ Եթե խոսում ենք ինչ որ գնալու մասին, ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են նրանք վերադառնալ եւ ուր են վերադառնում, սա ես չեմ պատկերացնում, բայց այն որ կարող է քաոս ստեղծվել եւ այդ քաոսում քաոսին են պատրաստում, դա չեն կարող բացառել, որովհետեւ այն ինչ որ մենք տեսանք, թե ինչպես դատարկեցին Արցախը եւ ինչ տեղի ունեցավ, ապա այդ քաոսի վերացման տարածքի նաեւ այսօր այստեղ Նաև Երևանը, նաև Գյումրին, նաև այլ քաղաքները եւ գյուղերը։ Այդ քաոսից մենք այնպես չէ որ երաշխավորված ենք, որ այստեղ այդ քաոսը չստեղծեն։ Հետևաբար միգուցե սա նաև դրա համար է բերում են ավելի մեծ նյարդայնացնելու այս մարդկանց կամ ինչ որ մի բանից նաև շեղելու դա չեն կարող բացառել, որ բերում են հատուկ, որպեսզի մենք նաև մեր սթափությունը եւ կամ այլ միգուցե տրամադրությունները մեր փորձում են շեղել, սա է կարող է լինել։ Հիմա անցնենք կոռուպցիոն գործարքներին եւ կոռուպցիային, որը ունի համակարգային բնույթ Հայաստանի Հանրապետությունում, եւ այս համակարգային բնույթի մասին ես խոսել եմ բազմիցս այստեղից, հիմա նորից պետք է անդրադարձ կատարեմ համակարգային բնույթի կոռուպցիային բժշկական ոլորտում։ Ուրեմն տեսեք, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը 07/07/2022 թվականին մի անձի, որի անունն է Լևոն Աշոտի Արամյան, տվել է այս հավաստագիրը, որ տվյալ անձը իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում իրականացնել մասնագիտական բժշկական գործունեություն, մասնավորապես հանդես գալու որպես առողջապահության բնագավառում մասնագետ։ Նա մասնագիտությունը ըստ իր կողմից նույն առողջապահության նախարարությանը տված փաստաթղթի, այսինքն Լևոն Աշոտի Արամյանի փաստաթղթի, այս դիպլոմն է, դիպլոմի պատճեններն եմ ես ձեզ ցույց տալի, որը պարզվել է, որը ստացել է, դուք պատկերացրեք, այս մարդը, ուրեմն ես ձեզ նշում եմ, Լևոն Արամյանը ամսի 7-ին 07/07/2022 թվականին ստացել է հավաստագիր 07/07 պետք է զբաղվի Հայաստանի Հանրապետությունում վիրաբուժությամբ, բայց նրա դիպլոմը, այդ վիրաբուժի, պլաստիկ վիրաբուժի դիպլոմը այս մարդը ստացել է ուրեմն 2022 թվականի օգոստոսի 31-ին, հիմա տեսեք, այսինքն այս դիպլոմը դեռ չստացած, այս դիպլոմին դեռ անդրադառնալու եմ,
Առողջապահության նախարարությունը այս մարդուն տվել է հավաստագիր, որ ինքը կարող է զբաղվել պլաստիկ վիրաբուժությամբ։ Հետագայում պարզվում է, որ իսկ Wigmore կլինիկան այս մարդու հետ չունի, այս մարդը դեռ հավաստագիր չունի։ Հավաստագիրը ստացել է 07/07/2022 թվականին, այսինքն հավաստագիրը տվել են դիպլոմ չունենալու պայմաններում։ Դիպլոմը ստացել է 31/08/2022 թվականին, այսինքն հավաստագիրը սկզբից ստացել է, բայց առանց դիպլոմի, դիպլոմը հետո է ստացել։ Հիմա դրանից հետո Wigmore կլինիկը այս մարդու հետ կնքում է աշխատանքային պայմանագիր, այս հավաստագիրը դեռ չունի, դիպլոմը չունի, բայց ունի աշխատանքային պայմանագիր Wigmore կլինիկի հետ, որը կնքվել է 02 հուլիսի 2022 թվականին։ Հիմա լավ է, չէ՞, այսինքն դու կարող ես չունենալ դիպլոմ պլաստիկ վիրաբուժությամբ զբաղվելու, դու կարող ես չունենալ հավաստագիր, առողջապահության նախարարության կողմից տրված, իսկ դրանք պարտադիր պահանջներ են, բայց կարող ես ընդունվել աշխատանքի որպես պլաստիկ վիրաբույժ Wigmore կլինիկայում։ Ընդունել են այս մարդուն, այս փաստաթղթերի պայմաններում ընդունել են, հետո ստացել է հավաստագիր առանց դիպլոմի, հետո նոր ստացել է դիպլոմ, հետո կատարել է վիրահատություն։ Վիրահատության հետևանքով, այսինքն կատարել է լայնածավալ վիրահատություն, միանգամից 3 վիրահատություն շուրջ 9 ժամերի ընթացքում, որից հետո պացիենտի վիճակը 2 օրվա ընթացքում այնքան է վատացել, որ ստիպված են եղել պացիենտին Wigmore կլինիկից տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն, քանի որ պետք էր անհրաժեշտ էր ռեանիմացիա, այսինքն վերակենդանացման բաժանմունք, շտապօգնության բրիգադայով տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց, պացիենտը այնտեղ մահացել է։ Այսքան բանից հետո նախաձեռնվում է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակներում, բացի նրանից, որ տեղի է ունեցել այս բժշկական գործընթացը եւ մարդու մահ է մարդու մոտ վրա հասել, դրանց հետո փաստաթղթերի կեղծման վերաբերյալ նույնպես քրեական վարույթ է նախաձեռնվում։ Եվ պարզվում է, դա պաշտոնապես հայտնում եմ, որ հիմա ես այդ պաշտոնական տեղեկատվությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից։ Տեղեկացնում եմ, որ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ակադեմիական փոխճանաչման եւ շարժունակության ազգային տեղեկատվական կենտրոնի կողմից ստացել է տեղեկատվություն առ այն, որ Ստավրոպոլի պետական բժշկական համալսարանի կողմից Լևոն Աշոտի Արամյանին 31/08/2022 թվականի տրված թիվը չասեմ, գրանցված համար 601 դիպլոմը կեղծ է։ Հիմա դուք պատկերացրեցիք, ուրեմն ունենք վիրաբույժ հանդես եկող անձ Լևոն Աշոտի Արամյան, ես չգիտեմ կարող եք այդ Լևոն Աշոտի Արամյանը դնել նկարը, որպեսզի մարդիկ տեսնեն ում հետ գործ ունենք մենք, որի դիպլոմը, այն դիպլոմը, որը չուներ, բայց ստացել էր հավաստագիր, եւ հավաստագիրը չունենալով նրան ընդունել էին Wigmore կլինիկում աշխատանքի, այդ դիպլոմը կեղծ է։ Հիմա այս փաստաթղթերի հիման վրա ես դիմեցի առողջապահության նախարարությանը, որպեսզի այն 07/07/2022 թվականի հավաստագիրը չեղյալ ճանաչի։ Առողջապահության նախարարությունը ինձ պատասխանում է, որ այո, քանի որ դիպլոմը կեղծ է, մենք չեղյալ ենք այն հրամանով 1275 հրամանի 5-րդ հավելվածով Լևոն Արամյանին տրամադրված ԱՀ գծիկ 3267 գործունեության հավաստագիրը ճանաչվել է անվավեր, այսինքն այն հավաստագիրը, որը
դիպլոմ չունենալով տրվել էր նրան, այդ դիպլոմը, որը չուներ, որ պետք է ստանար, որը կեղծ է ճանաչվել, այդ հիմքով հավաստագիրը դադարեցվել է, անվավեր է ճանաչվել։ Հիմա սրանից հետո պարզվում է Լևոն Արամյանին նորից տրամադրում են հնարավորություն Հայաստանի Հանրապետությունում կատարելու վիրահատություններ։ Եվ այդ հիվանդանոցը, որը այդ հնարավորությունը նրան տրամադրում է, այս անգամ Բեգլարյան բժշկական կենտրոնն է։ Ես չգիտեմ Բեգլարյան բժշկական կենտրոնում ինչպես է նա, ինչ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվում եւ կարողանում այնտեղ իրականացնել նորից վիրահատություններ, բայց առողջապահության նախարարությունը, որը ինձ պատասխանել է պաշտոնապես, այս պաշտոնապես պատասխանը ես հիմա ձեզ ցույց տամ, ի պատասխան ձեր գրության համարն է, սա առողջապահության նախարարն է ինձ պատասխանել եւ գտել է, որ պետք է այո, անվավեր է ճանաչել հավաստագիրը։ Հիմա սրանից հետո այս մարդուն պարզվում է, էլի են տվել հնարավորություն Հայաստանի Հանրապետություն իրականացնել պլաստիկ վիրահատություններ։ Հիմա հարց է առաջանում, ինչու են թույլ տվել։ Որն է պատճառը, ուրիշ մեկը լիներ, դուք պատկերացնում եք, ուրիշ մեկին, որը ներկայացրել էր կեղծ դիպլոմ, որի հավաստագիրը ճանաչել էին անվավեր, բժշկությամբ զբաղվելու հավաստագիրը, բժշկական գործունեությամբ զբաղվելու հավաստագիրը ճանաչվել էր անվավեր, հիմա տվյալ անձին նորից թույլ են տալիս իրականացնել գործունեություն։ Հիմա պարզվում է, նա արդեն հրավիրյալ մասնագետ է։ Հարց. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ ինչպես է կարգավորվում հրավիրյալ մասնագետի վարձատրությունը եւ արդյոք նման բան կա, որ օրինակ մարդը կարող է գնալ, ասել, որ ինքը հրավիրյալ է, հետեւաբար տվյալ դեպքում իրեն հավաստագիր պետք չէ եւ ինքը կարող է իրականացնել վիրահատություններ։ Ես կարծում եմ, որ դա հնարավոր չէ, դա անհնար է, հատկապես այսպիսի պայմաններում, երբ մենք ունենք այսպիսի փաստեր եւ այս փաստերը արդեն իսկ հիմք են դարձել, որպիսի նրա հավաստագիրը անվավեր ճանաչվի, տվյալ դեպքում ինչպես կարելի էր թույլ տալ նման մարդուն մոտենալ վիրահատարան։ Այստեղ ինչ է սա ուրեմն։ Ես սա կարող եմ գնահատել միայն իմ կարծիքով, որպես համակարգային կոռուպցիա։ Այլ կերպ ես չեմ կարող սա գնահատել։ Իդեպ Հայաստանի Հանրապետությունում պարզվում է թանկարժեք վիրահատությունները դա պլաստիկ վիրահատություններն են։ Այսինքն մենք ունենք գործ, իհարկե, համակարգված կոռուպցիայի հետ։ Ուրիշ ձև ես սա չեմ կարող մեկնաբանել։ Հիմա ես այսօր նորից բազմաթիվ հարցումներ, բողոքներ եւ տեղեկատվություն եմ պահանջել համապատասխան պետական ատյաններից։ Եւ իհարկե հայցում եմ գնահատական։ Ի վերջո, անցյալ տարի փետրվարի 21-ին ի վերջո այս ամբողջ գործընթացից հետո տվյալ տիկնոջը վիրահատելուց հետո, մահը արձանագրելուց հետո, 1 տարի անց որևիցե անձ չի կանչվել պատասխանատվության։ Այո, վարույթները հարուցված են, այս պահին փորձաքննության նաև հարց է բարձրացված նորից փորձաքննություն իրականացնելու, բայց այնուամենայնիվ, ինչպես թույլ տրվեց Լևոն Արամյանին, ով չուներ դիպլոմ, ստանալ հավաստագիր, ինչպես թույլ տրվեց Լևոն Արամյանին, ով չուներ հավաստագիր, ընդունվել աշխատանքի, ով թույլ տվեց Լևոն Արամյանին հետագայում գալ եւ նորից կատարել վիրահատություններ Բեգլարյան բժշկական կենտրոնում։ Եվ այս մարդիկ, ովքեր որ այս ապօրինությունները որտեղ եղել են, այդ նույն հանձնաժողովները, որ այդ փաստաթղթերը նրան տվել են եւ մուտք են թույլատրել դեպի վիրահատարան, այս բոլոր մարդիկ պետք է պատասխանատվության կանչեին։ Լևոն Արամյանը միայնակ չէր կարող այս ամենը անել։ Այսինքն մենք ակնհայտորեն գործ ունենք
համակարգված, կազմակերպված կոռուպցիոն սխեմաների հետ։ Սա է այն, ինչ որ այսօր կատարվում է Հայաստանի Հանրապետությունում։ Բացարձակ անպատժելիության մթնոլորտ բոլոր ոլորտներում եւ փողոցներում, կրակոցներ, հրազենային վիրավորումներ, այդ թվում նաեւ մահեր եւ նաեւ ոչ կոմպետենտ, ոչ մասնագետների կողմից գործունեություն, որը նաեւ բերում է մարդկանց մահվան։ Այդ թվում նաեւ այդ ովքեր որ մեղավորներ են, դրանց չպատժելը, սա է որ բերում է այսպիսի հարաբերությունների։